Սկզբում հայկական մեդիադաշտում տեղեկություն տարածվեց, որ Զվարթնոց օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրեջք կատարել։ Լրագրողները փոխոստիկանապետ Ցուցուլյանից են փորձել ճշտել, որն է հանրապետության հրապարակում ոստիկանության ուժեղ հսկողության պատճառը։ Այն Մուստաֆաևի Հայաստան ժամանելու հետ արդյոք կապ ունի։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ այո, ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Հայաստան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Հայաստանյան լրատվամիջոցները հայտնեցին նաև, որ Մուստաֆաևը հայկական կողմի հետ բանակցային գործընթացին մասնակցում է Աղվերանում։ Հայ-ադրբեջանական հանդիպման հայկական կողմը ներկայացնում են Հայաստանի փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը։ Մուստաֆաևը նաև հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմի նախագահն է։ Հայաստանի փոխվարչապետ սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մհեր Գրիգորյանը դեռ 2023-ի հունիսին էր լրագրողներին հայտնել, որ Շահին Մուստաֆաևն ընդունել է Հայաստանի իր պաշտոնակցի հանդիպման հրավերը։ Շատ կարևոր մի կոնսենսուս կա այն, որ ապաշրջակփակման գործընթացը սկսվում է երազխորադիս երկաթգծի վերաշահագործումից, ինչ որ կարծում եմ կարևոր է, որովհետև կոնկրետ է եւ շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը երկաթգծի մասին։ Ռուսական աղբյուրներից էլ տեղեկություններ տարածվեցին, թե հանդիպման օրակարգում ընդգրկված է նաև ավելի քան 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը։ Այս անգամ արդեն մեդիա ընկերության ղեկավարող Արամ Գաբրիելյանովը տեղանքներով է նշում, թե որտեղ պետք է վերաբնակեցումը կատարվի։ Թվարկում է Կոտայքի մարզի Արձական, Կարենիս եւ Մարմարիկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս Սոտք, Աղբրաձոր, Ծաղկունք, Լճապ եւ Ծովազարդ, Արմավիրի մարզի Ծաղկալանչ, Գրիբոյեդով, Հայկաշեն, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր եւ Սարալանչ համայնքները։ Կարծում եմ, այս այցայել նպատակ ունի օգտվել Հայաստանի նախընտրական իրավիճակից, օգտվել, որ Հայաստանի իշխանությունները շատ խոցելի վիճակում են, որովհետեւ սահմանին ցանկացած լարվածություն կպայթեցնի այդ խաղաղության փուչիկը նախընտրական, որի իշխանությունների հիմնական խաղաքարտն եւ օգտվելով դրանից նրանք եկել են այստեղ ավելի կոնկրետ պահանջներով, որոնցից մեկը իրենց այսպես կոչված փախստականների վերադարձն է։ Երկրորդ հարցը ուղիղ ցամաքային կապին է վերաբերում Նախիջևանի հետ եւ հնարավոր է պահեստային տարբերակներ էլ քննարկվեն, եթե Իրանի հետ կապված թրիփը մեղրիով չստացվի, հնարավոր է այդ ճանապարհի անցումը քննարկեն օրինակ Սիսիանի հատվածով։ Կարծում եմ նրանք եկել են այստեղ ադրբեջանական պատվիրակությունը, որպեսզի ավելի հստակ պայմանավորվածություններ, խոստումներ ստանան, չեմ զարմանա, եթե անգամ ինչ որ փաստաթղթեր ստորագրվեն, որոնք բնականաբար իշխանությունները Հայաստանի կփորձեն գաղտնի պահել մինչև ընտրությունները։ Ըստ փորձագետների անկլավներին վերաբերող հարցերը առանց լարվածության չեն կարող անցնել։ Հայ-ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություն կարող է լինել, որ հարցը թողնեն ընտրություններից հետո։ Այսպես կոչված մեծ վերաբնակեցում ծրագրի իրականացումը կսկսվի ընտրություններից անմիջապես հետո։ Այդ ժամանակ ըստ ռուսական աղբյուրների կստորագրվի նաև Սյունիքի մարզի ընդհանուր տուն նախագծի համաձայնագիրը, եւ Հայաստանի իշխանությունները այն կներկայացնեն որպես խաղաղության նողված հերթական քայլ, որը իբրև թե հնարավորություն կտա արցախցիներին հետագայում վերադառնալ։ Սակայն պարզ է եւ հասկանալի ոչ թե երկկողմանի, այլ միակողմանի զիջում կլինի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանում պահվող 7 հայ գերիների ընտանիքների ներկայացուցիչ միջազգային փաստաբաններ դիմել են ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին, պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը եւ դատավճիռների չեղարկումը։ Նշվում է, որ գերիները գերեվարվել են 2023-ի ռազմական գործողություններից հետո եւ դատապարտվել են երկարաժամկետ կամ ՑՄ ազատազրկման։ Դիմումը պնդում է, որ նրանց կալանքը կամայական է, առանց իրավական հիմքի, ուղեկցվել է քաղաքական հետապնդմամբ, անարդար դատավարություններով եւ խտրական վերաբերմունքով։ Նշվում է նաեւ, որ գերիները պետք է ճանաչվեին ռազմագերիներ Ժնևի կոնվենցիաների համաձայն։ Փաստաբանները պահանջում են ՄԱԿ-ից ճանաչել ազատազրկումը կամայական, ապահովել նրանց ազատ արձակումը, փոխհատուցում եւ միջազգային մշտադիտարկում։ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը ողջունել է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպումը կապված Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման հետ։ Նա նշել է, որ սա կարևոր քայլ է տարածաշրջանային կապակցվածության եւ խաղաղության ուղղությամբ։ Դեսպանի խոսքով նախագիծը կարող է վերակենդանացնել պատմական առևտրային ուղին եւ նպաստել Հարավային Կովկասում կայունությանն ու համագործակցությանը։
Նիդերլանդներն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, այս մասին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարիան դե Յոնգը։ Նա նշել է, որ խաղաղ գործընթացը կբացի ճանապարհ առևտրի, կապի եւ զարգացման համար։ Դեսպանը բարձր է գնահատել նաեւ Ադրբեջանի աջակցությունը Ուկրաինային։ Պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասերյանի եւ նրա հնդիկ պաշտոնակցի հետ Հնդկաստանում կայացած հանդիպման ընթացքում։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ձեռք է բերվել պայմանավորվածություն մասնագիտական մի շարք ուղղություններով գործակցության խորացման վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաեւ Հնդկաստանի պաշտպանության նախարարին, ռազմաօդային ուժերի հրամանատարին, ինչպես նաեւ ավիացիայի մարշալի հետ։ Փարիզում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Կողմերը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացումը եւ նշել Էմանուել Մակրոնի սպասվող այցի նշանակությունը։ Քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Մարտի 1-ի բացահայտման հետ կապված գլխավոր դատախազը քրեական արդարադատության առաքելությունը կհամարի ավարտված, երբ դատարանի կողմից ուժի մեջ մտած մեղադրական եզրակացություն լինի։ Աննա Վարդապետյանը այս մասին հայտարարել է խորհրդարանում պետաիրավական հանձնաժողովի նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս։ Ընդդիմադիր падգամավորի հարցին ի պատասխան նա նաև նշել է, որ 2008 թվականի դեպքերի բացահայտված լինելու վերաբերյալ մյուս հայտարարությունները բացառապես քաղաքական են։ Մեզ համար մարտի 1-ը կդառնա բացահայտված մեղադրական վերդիկտով։ Մենք այդ ժամանակ հստակ կասենք, որ ունենք անձինք, որոնք մեղադրվում են կոնկրետ գործողությունների համար։ Մնացածը քաղաքական հայտարարություններ են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն այլ է պնդումներ, որոնք որևէ աղերս իրականության հետ չունեն, որովհետև անձամավորում է մեղադրյալ, երբ կա մեղադրական վերդիկտ, իսկ մեղադրական վերդիկտ մինչ այժմ չկա եւ հայտնի չի, երբ կլինի։ Օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում աճել են ավելի քան 35 անգամ։ Ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները 2025-ին հասել են 7.4 տրիլիոն դրամի։ Ազգային ժողովի իշխանական падգամավորներն առաջարկում են օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որպեսզի բոլոր օնլայն կազինոները իրենց կայքերում եւ հավելվածներում տեսանելի հատվածներում ունենան ինքնաարգելափակման կոճակը, որի վրա սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունը օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով։ Եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի, արգելափակումը հանելու վերաբերյալ անձի ինքնաարգելափակման տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին։ Ունեցեք ցույց տալիս է ցուցանիշը, ոնց որ դա մեր իշխանության ժամանակ է, հա, այդքան աճել։ Ձեր իշխանության ժամանակ է աճել։ Ոնց պետք է տվյալների բազան հասանելի լինի, որ նպաստառուի անունը չներառվի։ Դրա համար ունենք կենտրոնական բանկ, ստանում է նպաստ կենսաթոշակ։ Իր քարտոզ ինքը իդենտիֆիկացված է, տեխնիկայի հարց է, ժամերի հարց է, որ այդ սահմանափակումը տարածվի։ Ես պատրաստ եմ բարձրաձայնեմ բոլոր այն առատավոր երևույթների ու կազմակերպությունները, որոնք նաև հովանավորվում են։ Այդ առումով որևէ մեկը կառավարության վրա ազդեցություն չունի, որ ասեցիք ինչ ազդեցություն ունի այդ ընկերությունը, ու որևէ մեկը չել հովանավորում։ Հայաստանի շուկայում հայտնաբերվել է երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիք։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ վաճառքում առկա խաղալիքների որոշ խմբականակներ պարունակում են թունավոր նյութեր։ Տեսչական մարմնի մասնագետները կատարել են դինոզավր անվան խաղալիքի նմուշառում, որի լաբորատոր փորձաքննությունը տագնապալի արդյունք է ցույց տվել։ Խաղալիքի բաղադրության մեջ առկա են նյութեր, որոնք անմիջապես սպառնալիք են ներկայացնում երեխաների առողջությանը։ Տեսչական մարմինը հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ ձեռք են բերվել նշված խաղալիքը, չօգտագործել։ Խաղալիքների վերադարձը անհրաժեշտ է երեխաների առողջությանը հասցվող հնարավոր վնասները բացառելու համար։ Իրավական դաշտը բարեփոխելու կարիք միանշանակ կա, բայց գործող իրավակարգավորում Եվս հնարավոր է ունենալ ավելի լավ պատկեր, քան ունենք փաստացի։ Ինչևէ մենք գիտենք, որ սահմանում նորմատիվություն չի անցնում, մենք գիտենք, որ սերտիֆիկացման գործընթացը հայտարարված վիճակում է, այսինքն ապրանքը կարող է լինել սերտիֆիկացված, բայց միաժամանակ ոչ երաշխավորված անվտանգությամբ։ Դրա զուգահեռ տեսչական մարմինն է։
Միգրացիայի քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, որ գործող կապույտ անձնագիրը կմնա ուժի մեջ մինչև իրենց վավերականության ավարտը, իսկ քաղաքացիները կարող են ցանկացած պահին դիմել նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։ Նոր անձնագիր ստանալուց հետո հինը կճանաչվի անվավեր, քանի որ մեկ անձը չի կարող ունենալ միաժամանակ մի քանի անձնագիր։ Գնաճը շարունակում է արագանալ։ Լույս հիմնադրամը վերլուծել է 2026-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Ըստ այդմ մարտին 12-ամյա գնաճը կազմել է 4.5%, փետրվարի 4.3-ի դիմացի եւ շարունակել է արագացման միտումը։ Սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի աճը պահպանվում է։ Մյուս կողմից առաջարկի մասով են խնդիրներ առաջացել, քանի որ Իրանի դեմ պատերազմի ֆոնին մեծ խնդիրներ են առաջացել ներկրումների եւ լոգիստիկ շղթաների ապահովման հարցում։ Սրա հետևանքով արտադրողները ստիպված են եղել որոշ դեպքերում վերանայել ապրանքների գները։ Այս պայմաններում դրամավարկային քաղաքականությունը դեռևս չի փոխվել։ Շինարարական ինդուստրիան աճ արձանագրել է 11-12% չեն սխալվում, այդ բնակավարում օգտագործող իրանական ցեմենտի խնդիրն է։ Բնականաբար այս ընթացքում, քանի որ Իրանում շինարարական աշխատանքներ պետք է սկսեն, գները պետք է նրանք բարձրացնեն, անկասկած դեր ծավալները, որ գալիս են դեպի Հայաստան, այդ եկող ցեմենտը լինելու է ավելի թանկ։ Քննչական կոմիտեն ավարտել է առավելապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման եւ փողերի լվացման վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել է, որ մի խումբ անձինք թմրանյութերը ձեռք են բերել փաթեթավորել եւ տելեգրամով գործող առցանց հարթակների միջոցով վաճառել, կիրառելով նաեւ կրիպտո հաշիվներ։ Հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 113 միլիոն դրամը փոխանցվել է տարբեր հաշիվների, դրա ծագումը քողարկելու նպատակով։ Մեղադրյալների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, գործերն ուղարկվել են դատախազին։ Մեքենայի հայելու ապակիների գողության վերաբերյալ հաղորդումներ են ստացվել։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։ Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին վաճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմանում։ Բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր, հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Պարզվել էր, որ գողությունները կատարել է Մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։ Օրերս իրավապահները Բաշենջաղյան փողոցում հայտնաբերել են գողություն կատարած պատանուն եւ ձերբակալել։ Պատանին ընդունել է, որ հիշյալ 8 հափշտակությունները կատարել է ինքը, նաեւ հավելել է, որ այդ օրերին Աչափնյակ վարչական շրջանի տարածքում կատարվել են նմանատիպ այլ գողություններ եւս։ Ձեռնարկվում են միջոցներ տուժած բոլոր մեքենաներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտարային փողոցում։ Քաղաքապետարանից հայտնում է, որ Անտարային եւ Լեռկամսարի փողոցների խաչմերուկից մինչեւ Անտարային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների մարզիչները ամփոփել են Եվրոպայի առաջնության արդյունքները։ Հայաստանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 16 ծանրորդով, 8 տղամարդ, 8 կին։ Երկամարտի արդյունքով հայ ծանրորդները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել էր առաջին տեղը, կանանց թիմը 3-րդ։ Առաջնությունը նորմալ էր, ինձ համար սա առաջի փորձությունն էր, երևի ինձ ժամանակ է պետք, որ ես ավելի հասկանամ, ավելի լավ բացթողումների ուշադրություն դարձնեմ եւ կարողանամ ավելի լավ թիմը տանել առաջ։ Շատ եմ ափսոսում, որ մեկ մարզու բացթողում է փոքր վարժության ընդամենը մեկ մոդեցում էր պետք եւ վերջ։ Եվ մենք կլինենք համար առաջինը նորից Եվրոպայում, բայց մենք եղանք 3-րդը։ Եթե հաշվի չառնենք այդ պահը, ես էլի գնահատում եմ, որ լավ էր։ Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության հանդիպումները կկայանան Հայաստանում եւ Վրաստանում։ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է FIFA-ի գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթողը ճանաչվել Հայաստանի եւ Վրաստանի մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։ Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում եւ Իջևանում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, իսկ Իջևանում առաջիկայում մարզադաշտ կկառուցվի։ Հանրապետական մարզադաշտն էլ
որոշակի վերափոխումների կենթարկվի։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Իրանի իշխանությունների միասնական դիրքորոշման ձևավորելու դժվարություններին, նրանք պետք է շուտ ապույտ համաձայնագիր կնքեն Վաշինգտոնի հետ։ Թրամփի խոսքով իրանցիները ոչ մի կերպ չեն կարողանում կենտրոնանալ ու չգիտեն, թե ինչպես ստորագրել միջուկային ծրագրից հրաժարվելու մասին համաձայնագիրը։ Ավելի լավ կլինի, որ նրանք հնարավորինս շուտ ողջամտություն ցուցաբերեն, նշել է Թրամփը։ Թրամփի հրահանգով Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակմանը։ The Wall Street Journal-ի տեղեկացմամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել Իսլամական Հանրապետության տնտեսության վրա ճնշման ուժեղացման օգտին թույլ չտալով, որ նավերը, այդ թվում նավթատար տանկերները, դուրս գան իրանական նավահանգիստներից։ Թրամփի կարծիքով այլընտրանքային տարբերակները, ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից հրաժարումը Վաշինգտոնի համար ավելի շատ ռիսկեր են պարունակում, քան շրջափակման շարունակումը։ Միացյալ Նահանգներում գնալով ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ ռազմական գործողությունների շարունակումը կարող է բացասաբար անդրադառնալ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների արդյունքների վրա։ Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկի առաջին տրանշը 6 միլիարդ եվրոյի չափով կվճարվի այս եռամսյակում անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման եւ բյուջետային կարիքների համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հիշեցնենք, ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան էր հայտնել, որ Եվրամիության երկրները հավանություն են տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն ֆինանսական եւ ռազմական աջակցության համար։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ կատակել է 1814 թվականին բրիտանացիների կողմից շենք նայրելու վերաբերյալ, դա անվանելով կառուցապատման փոքրիկ փորձ եւ այն համեմատելով արևելյան թևի ներկայիս վերակառուցման հետ, որը նախաձեռնել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը։ Այս առիթով, պարոն նախագահ, չեմ կարող չնկատել արևելյան թևի փոքր փոփոխությունները անցյալ տարի Վինձորի ամրոց ձեր այցելությունից հետո։ Եվ ցավոք, մենք բրիտանացիներս իհարկե եւս Սպիտակ տան վերակառուցման փոքր փորձ ենք արել 1814 թվականին։ Մահվան ելքով հրահրդը տեղի ունեցել Արագածոտնի մարզում 31-ամյա Գևորգը Կիայով Մուղնի բնակավայրի վարչական տարածքում հրահրդի է ենթարկել 47-ամյա Արմանին։ Վարորդը փախուստի չի դիմել, աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել են հետիոտնի մահը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մեկ այլ վրահերթ տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին 34-ամյա Նարեկը Մերսեդեսով վրահերթի է ենթարկել հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկներն էլ տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, հետո տեղափոխել Թալին բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Խոշոր վթար է տեղի ունեցել Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա Վալերին հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի պարեկները, փրկարար ծառայության Գուգարքի շեջ փրկարարական ջոկատի շեջ փրկարարները։ Նրանք դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, կատարել լվացման աշխատանքներ։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Հրազդան կամրջի տակ դի է հայտնաբերվել։ Ժամանել են ոստիկանության Մալայթիայի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ, շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբն ու պարեկները դժվար անցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 շեջ փրկարարական ջոկատի փրկարարները ջոկատի հրամանատարի գլխավորությամբ հատուկ ճոպաններով համայնքային ոստիկանների հետ Մալաթիա Սեբաստիայի բաժնի եւ բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկների հետ մարմինը պատգարակով դուրս են բերում, որպեսզի մոտեցնեն դիատարին։ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն էլ հատուկ ճոպաններով դուրս են բերել մարմինը։ Մահացածը 20-ից 22 տարեկան տղա է։